Աուտիզմի իրազեկման միջազգային օրվա ապրիլի 2-ի կապակցությամբ Երևանում անցկացվել է հանրային կարևոր միջոցառում «Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզնից մեկն եմ» խորագրով, որի նպատակն էր մեկ անգամ ուշադրություն հրավիրել աուտիզմ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը։ Օրվա ընթացքում «Իմ ուղին» կենտրոնում կազմակերպվել են ինկլյուզիվ համերգ ու ցուցահանդես վաճառք, որտեղ ներկայացվել են կենտրոնի սաների ստեղծագործական աշխատանքները։ Նախաձեռնությունը միավորել է մասնագետների, ծնողների, պետական համակարգի ներկայացուցիչների եւ բոլոր նրանց, ովքեր կարևորում են ներառական հասարակության ձևավորումը։ Հավաքագրված հասույթը կուղղվի կենտրոնի երկու սաների տրանսպորտային ծախսերի ապահովմանը։ Ոլորտի ներկայացուցիչները շեշտում են, նման նախաձեռնությունների գլխավոր նպատակը միայն իրազեկումը չէ, այլև հասարակական վերաբերմունքի փոփոխությունը ցույց տալու համար, որ աուտիզմ ունեցող անձը հասարակությունից դուրս չէ, այլ դրա լիարժեք անդամն է։ 2004 թվականից ծնողական կազմակերպությունն սա ամեն ինչը սկսել, աուտիզմ հաղթահարումը, որը 12 թվականից մեծացավ եւ միացան մեզ այլ կազմակերպությունները եւ պետությունը, կրթության գիտության նախարարության տեսքով եւ հիմնել է աուտիզմ ազգային հիմնադրամը։ Մինչ այդ դա փոքր կենտրոն էր, որը սկսել էր 6 հոգուց, մինչեւ այսօր ասեմ ունենք 235 սան եւ ունենք մեծ հերթ 111 հոգի հերթի մեջ։ Նրա խոսքով այսօր ամենացավոտ հարցերից մեկը շարունակում է մնալ ծառայությունների հասանելիության ընդլայնումը, քանի որ պահանջարկը մեծ է, իսկ հնարավորությունները սահմանափակ։ Միևնույն ժամանակ կենտրոնում սաները ստանում են անվճար թերապիաներ եւ անհրաժեշտ ծառայություններ, ինչը շատ ընտանիքների համար կենսական նշանակություն ունի։ Իդեպ մասնագետները նշել են նաեւ, որ վերջին տարիներին փոխվել է ծնողների վերաբերմունքը, նրանք ավելի բաց են խոսում խնդրի մասին եւ ավելի վստահ են պաշտպանում իրենց երեխաների իրավունքները։ Այսօր այլ մոտեցումը, հիմա ծնողը սատարում է իր երեխուն շատ ավելի լավ, իր իրավունքների պաշտպանա հանդես գալի եւ կարծում եմ այս մեր միջոցառումները, որ մենք անում ենք արդեն 2006 թվականից, նպաստել են դրան, որ Հայաստանում իրազեկումը աուտիզմ հիվանդության վերաբերյալ այսպես լայն տարածվել է եւ այսօր ծնողը երբ որ բախվում է այդ դժվար խնդրին, դա իսկապես ամենածանր դիագնոզներից մեկն է եւ ամենատարածված այսօրվա վիճակագրությունը համաշխարհային տվյալներով կարող եմ ասեմ մեկը 35-ի դեպքը, այսինքն դա շատ տարածում է ստացել ցավոք սրտի, բայց սա է մեր ռեալ տվյալները։ Մասնագետների գնահատմամբ աուտիզմի թեման պահանջում է ոչ միայն մասնագիտական, այլև հասարակական հետևողական ուշադրություն, իսկ նման օրերը դառնում են հիշեցում, որ ներառականությունը պահանջում է ամենօրյա աշխատանք, ընդունելու, հասկանալու եւ աջակցելու յուրաքանչյուրին։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։